որպես քաղաքական գործիչ եւ մտավորական։ Նախ ամեն առաջ որպես ընկեր իսկապես յուրահատուկ կերպար է մեր ընկեր Վահանը իր հատուկ հյումորով իր ունեցած գիտելիքներու լայն բաշխարով մեր ոսկեղենիկ հայերենի ամբողջական դիապետությամբ եւ իր սուր նկատումներով որքան էլ վիրավորական լինեին որքան էլ թիմացիին մի քիչ ներգաղթության մատնող ամեն մատսական անդադանում որ անգերձ է եւ ոչ ոք չէր նեղանում իրանից Վահանը որպես քաղաքական գործիչ նաեւ գարգարում միտք էր պայծառ մտավորական եւ շատ ուրախ ենք որ ինքը կարողացավ բաներ կյանքի ընթացքին մի քանի գործեր թողնել որպես մնայուն ժառանգ իր այդ քրքերի ճամփով իր այդ ադասանած ջարերը որ վերջը վերածվեցին հատուկ հադորի եւ հավա որ շատ շուտ բաժնվեցավ մեզանից Իսկ քաղաքական պայքարում ինչն էր նրան ամենաշատը ոգևորում եւ պարոն Տեր-Խաչատուրյան որն էր այն կարմիր գիծը որ գաղափարական որ երբեք Վահան Հովհաննիսյանը չէր անցնում բնականաբար որպես դաշնակցական ինքը շատ ամուր գաղափարական հասկացություն ուներ եւ այդ ուղղությամբ իրեն համար շատ կարեւոր կարմիր գիծ էր մեր ազգային քաղաքացիության հիմքը եւ անոր մեջ չհրաժարելու անոր մեջ չշեղելու անհրաժեշտությունը եւ սա ընկերակցած է ընկեր Վահանի ամբողջ կյանքի ընթացքին քաղաքական կյանքի ընթացքին եւ adonamad նաեւ չվերանաց նույնիսկ երբեմն գուսակցական որոշումներ կնատատելը երբ որ ինքը տեսնում էր թե անոր մեջ թեգուզ անուղագի շեղումներ կային եւ այդ ուղղությամբ գհիշեք որ ինքը սկզբունքային որոշում կայացրեց հակառակ շատ ընկերներ փոխեցին համոզեցին որ հրաժարի փոխնախագահի պաշտոնից երբ որ այդ թեփքերը բադահեցին եւ ինքն ասաց որ ոչ ես իմ սկզբունքներից բացարձակապես չեմ հրաժարում որովհետեւ ինձ համար կան այնպիսի գարմիր գիծեր որոնք կարելի չէ հատել Շնորհակալություն